Բարլույս սիրելի ժողովուրդ, շարունակվում Արցախյան զրույցները եւ մենք շարունակում ենք ամեն շաբաթ Գիրակի ծыз սիրով ասիկ Բարլույս, որովհետեւ շատ հաճելի է որ օրը սկսում ենք ծզնի հետ, շատ հաճելի է որ օրը սկսում ենք հրաշալի, տաղանդավոր, ստեղծագործող մարդկանց հետ, որովհետեւ ամեն մի մարդ դա մի առանձին պատմություն է։ Սոր յուրան պատմություններով մեր տաղավարը լցնում է եւ մեզ բարի լույս է ասում Արցախի, Հայաստանի, Ռուսաստանի, այդ թվում նաեւ Ամերիկայի գրողների միության անդամ Ինչպես նաև Արցախի կանայք հասարակական կազմակերպության նախագահ Ծովինար Բաղդասարյանը, Ծովինար Մինասովնան, մեր բարև ձեզ, Ծովինար Մինասովնա, դե ձեզ Արցախյան հատվածին հետի կարծում շատ ներկայացնելի կարիք չկա, որովհետև ձեզ դեղ լող շատ լավ չինեն, չումն, գյուդումն, թեկուզ քաղաքում ուղղակի մանկյալից այն անծանոթնել այլայլս էս հանե Ծովինար Մինասովնան։ Բարև տամ, որովհետև դուք միշտ ժպտալիս քլա, դուք միշտ գեղեցիկ, փայլող, ու սոր այդ գեղեցկությունը բերալուք մեր տաղավար։ Ոնցեք։ Վիճինչ մտաղում, ոնց լոխ էլի տինք ասում обычно։ Դե հա, հասկանալի է, բայց ամեն դեպքում պիտի ապրենք։ Պիտի ապրենք, կրոնք անում, հույսով ենք ապրում, հավատով եւ հույսով։ Ձեր օրերը ոնց անցկենում մենք Ծովինար Մինասովնա։ Օրերս ես զարմանում եմ, որ ասում են, բոլորը ասում են, դե չես աշխատում, բայց քո ժամանակը հերիք չտամ։ Այդ խտի է։ Որովհետև ես որ մեծանում ես, ժամանակդ բան ես անում, էլի թանկ անում, էլի Ղարաբաղից, թանկ անում։ Ամեն մի օրդ ուզում ես այդ օրում մի բան ռացնես, մի տեղ քեցացնես, մի բան գրացնես։ Դրա համար ինձ համար ազատ ժամանակ չունեմ, էլի։ Օրերը շուշուտ անցակենում։ Օրերը շուշուտ անցակենում։ Դաժե նկատում չեմ ոնց է անցկենում։ Հա, մարդկա ասма, մոչով մտնում է տելևիզորը, էսա, ինչ ժամանակ չունեմ, ոչ տելևիզոր նայեմ, ոչ էլ տելեֆոնում ու Facebook-ու շատ մտնեմ, էլի։ Ուղղակի ինձ համար ենում չարում վեր հոգիս հանգստանում, վեր մի լավ բենանում, ուրխանամ, որովհետև ենչանք տխուր բեներ կա աշխարհում, ենչանք ես էլ եմ տեսալ դա շատ, լի շատ եմ տեսալ, որ են կողք է մարդկանց ուզում հույս տամ։ Վեր Երևանը վքինամ ճանապարհին Вроде մեծ քաղաք է, չէ, բայց ինչանք մարդ եմ տեսնում, Ղարաբաղցիք։ Հա, մեկը խտում է, մետրոյում է, ճանապարհին, ավտոբուսում է, տաքսիում է, ամեն տեղ։ Եվ շատ ուրախանում եմ, այդ ուրախությունը ինձ ուժ է տալիս։ Ծովինար Մինասովնա, դե այդ ամեն ինչի հիմքում ձեր ստեղծագործելու բենն է, որ դուք օրինակ ասում եք այդ ազատ ժամերը բենը, այսինքն դուք ամեն մի մանրուքին ուշադրությունը դարձնում են, կուճուր ծաղիկ դա, արևը վերտուսիա եկա, անծանոթ մի հատ մարդ հա բարևա դուվալ ժպտացալա, դա շատ կարևոր է, բայց այդ ամեն ինչի հիմքում գիտում թե ձեր ժամանակի հիմնական մասը դա գրելն է, ստեղծագործելը վերը շարունակում եք, բայց Արցախից հետո 2023 թվականի տեղահանությունից հետո այդ ընթացքը ոնց է անցկացավ, սկսալ եք նորից գիրելը, արագ արել, թե չէ։ Դիժերեք նորից գրիչ երկալ են։ Չէ։ Ես որ вообще սկսալ եմ գիրելը 92 թվից հասակամ ուժելալ վերամուսինս մահացալա։ Այդ ցավը աստուծինս դու իստանոթ ես, էլի գիտես ամբողջ կյանքից բաները։ Այդ ցավից ես սկսել եմ գրելը եւ դուրս եմ եկել այդ ցավից ու եղածալ եմ որովհետեւ երեխաներ այլալ պիտի պահես պիտի հարիվանից բանից ոչ ոքի ցույց չտամ ես ուսուցիչ եմ դրա համար այն որ սկսալ եմ այդպես գրելը հիմա էլ դες մի 4 անգամ ցավ եմ տարել այս վերջի ցավը ինչանք ահավորալալ որ չգրեիք խղթվեի ճանապարհին էլ եմ գրել դա է փրկությունն էլի իմ փրկությունը սա հիմա էլ որ ճանապարհին եկել եմ ամեն մի բանը գրել եմ ոնց նկրել եք պամից էլի հուշերի թևերին ինչ որ միտս այլալ Ղարաբաղի տունս ամեն ինչի իմ քչաս հա մտաղանում իմ պիտաչոկս ամեն ինչ իմ բալկոնս շտրավ եշմումլալ իմ հնգերներս իմ ժողովուրդս լող գիրալում Վեր հանկարծ բեն չպես թողիկ նոր հա չէ պես չեմ թողալ եւ հիմա էլ սոր
ամեն առավոտ ես օրինակ որ Facebook-ը պենաս մի Ղարաբաղան նկարում տինում, մի ոտանավորում քիրում, իմ ծանոթներիս, իմ բարեկամներիս ուրախանում։ Անպայման մի բան գրում։ Мои 4 строчки, 4 տողը միշտ ինձ հետ է։ Պարտադիր ամեն Միշտ ինձ հետ է։ Եթե չեմ գրում, ես ներողություն եմ խնդրում մուզայից։ Ասում извини меня։ Անպայման պիտի գրեմ, որ դուրս գա։ Ես հիշում մունք մինչև պատերազմը ծնայդ առիթ արել հանդիպել զրուցել այդ վխտեն ես հիշում էր դուք ամեն առավոտ գիրեր ես գրել ուղղակի մենք ես էլ չուն Facebook-ում շատ ակտիվ ավելի շատ նու մեր գործը բանը տեղափոխվա Instagram-ի հարթակ ստի ասած մենք այսինքն այդ ավանդույթը պահվում ալի մինչև սորեն ամեն առավոտ ինչ էր մին կարճ բան հրապարակում Ես առավոտը շուտ եմ երկենում ճիշտ է իրիկնը շուտ պարկում բայց առավոտը շատ շուտ եմ երկենում Եվ մենակ առավոտն գրում։ Եթե ուզիմ ցիրեկը մի բան լիքիրիմ, մի պալուչիցը։ Առավոտը անպայման մին 4 տող պիտի գիրիմ, լի այդ օրը ինչ եմ մտածում, այդ օրը ինչ հյուրն հետ պիտի պատահեմ, ինչ անեմ, обязательно։ Այդ հիշողությունների թևերով խոսում ենք այդ գրքի մասին նաև ձեր ասեցիք ընդդեղից մի հատ ստի տեքստում դույս գալալ ես այսինքն կարճ բանաստեղծություն այնպիսի չքնաղ շքեղ ձմեռ էր այնտեղ իմ բակում խենթ գեղեցկություն պատկեր մի վսեմ սակայն դա ավաղ միայն երեք էր թե ինչպիսինն է հիմա չգիտեմ իդեպ գիտենք որ թարգմանությունը Լևոն Բլբուլյանինն է ռուսերենից հայերեն եւ շնորհակալություն որ ձեր հետ համագործակցելով այդ ամեն ինչ կատարում է հիմա չգիտեմ ինչպես է հիմա այնտեղ ձմեռը դե մենք էլ ձմեռնա լա ուզում բենանիմ դի դուք հաճախակ եք հիշում բայց Ստեփանակերտը ու պատկերացնում հունցա ձմեռը հունցա գարունը հունցա առավոտը ամեն օր որ աչքերից կապում Осени աշունը տեսնում եմ մեր հայացեն տիրևները բանը որ թափվում են ես միշտ առավոտ ու քինամ լասկանիկին նստում մեր հարևանն են գիտում առավոտը սա տերևն է այլալ գեղեցիկ է լիլիան եւ առավոտ ընդեղ գիրում մլալ Այդ աշունը կարում չմոռանա, որտեղ մեր հայատն ինչան գեղեցիկ ալալ, երևի Ստեփանակերտում ամենասիրուն հայատը մերն է, Դե մինը պատմեցիք ձեր հայատը իշտեղել է քաղաքի։ Վազգենը Սարգսյանը 16, այն Սրբազանի տունը մի տուն քաշ, մեր հայատն է, Եկեղեցամերստի քշանը Հա, второй дом, вот так, այդ հայատն է, Ձմեռն էլ շատ հիշում եմ, որ բրամ Հեքիաթալերից. Հա, մին դնում անց, знаете, вот как бы թափալ, այդում ծնասում, հաթիլ, թափալ, ստի, եկալա, ուղակի զոնջիկ ալալ ծերքից, հետո հայաթումն էլ, ինչակ սիրուն ալել, ես որ սիրուն ալինում, համ գրումում, համ էլ այդ պահը նկարումում, Даже բալկոնից էլի վեր մին ծանոթ ա գնում, հետևից նկարում եւ տամոնում ա, գիտեք, հիմա բոլորը ասում են, նիրակ քեզ ծորնարն ասում, ինչակ նկարներ ունիք, ձեր տանը, տրանը, բալկոնեն, հայաթումը, Наверное, գիտես, մարդու բանը սիրտը մի բան ալի ասի, երևի գիտացա ուն վեր սորդղ չմինելու, հիմա սորդղ ծմերա, չէ, Այն первый ձյունվեր կամախուխն կիլոխուր խանում, վազն там հայատ, խաղնանում, մունքել են կլիուր խանում, потому что բուրդանանցակյամ, Ղարաբաղում բուրդանանցակյամ, բուրդանանցել հալմա։ Բուրդանանցը դա հանկարծակին էլի, իստիացի վեր հասկանանք։ Բուրդանանցքյամա բուրդանանցել հալմա։ Դրա հետը հիմա չգիտեմ իմ քաղաքս Սիրունա էլա ծյունիկյա, գիդում չուն պիտաչոքում, մեր ժողորդին տսնելվում, դեղ մի հատ բիբլիոթեկա էլալ չէ, տիրած, գիրքերը միշտինում լալ, դեղ առավոտ կյամ լալ ուժե իլալ չի։ Հուվեր ոզաղա երակալակար, թե նոյս պերալ տիրած։ Չէ, տարալա։ Չէ, հետո պերալ չկրթելուց հետո։ Են սկամիկի վեր նստած են լալ, լուխ դպրոցում պենում ինտեղ են կլալ պեն լի կարդում։ Они все գիրքը վերցնում են լալ, հետո վեր պատահում լասնա, ծովիներում նասնա, գիրքը տյորում կալալ լի, ասում լավը սրավ, մոտաղում, լավը սրավ։ Եթե կու գիրքը տյորն ոնում, քոչոր ստողը կարդում են, են ավետիկի սակյան ինչ ասա, ասվա, եթե չոր ստողը մեկը
Ушума в памяти держит, значит, տուբանաստեղծս, հա, 4 ստրոճկի միշտ պիտի ինի, բայց այս վերջերս դիշն ասած տխուր է այդ գիրքը, դաժե որ վերցնում են, ինձ վատ եմ զգում, որ շատ է տխուր էլի, և ներողություն եմ խնդրում կարդողներից էլի ասում, простите меня за грустные строки, за беспредельную тоску. Я испытываю душевные муки, и не писать об этом я не могу. Вот որ ներողություն եմ խնդրում, լի որովհետև ցավը շատ է, մուք պիտի իրար պատերժ կանենք։ Ես որ տեսնում ասում ոչինչ, մոտա լավ այնելու կյանքը միննա խոխենք ունի։ Բայց դուք վեր դուք դի ասում եք, այն ջահելը ասում, ուրեմն մի բեն գյուդում ա վեր ասում, այսինքն ինքը ոգևորվում է այդ ասել հա, конечно, հա, չի կարելի, հետո вообще ամի մարդ իրեն ցավը պիտի կարողանա մի քիչ պահելի, որտեղ ամենին ունի։ Յուրան դերդում, ունկուպչես ցավ ունի։ Բայց բոլորին էլ երեխա ունեն, թորներ ունեն, մամա ունեն, ինքերներ ունեն, հետո դու պիտի լույս տաս էլի, դու պիտի քեզ վեր եշին պիտի ուրխանան, ասին վայ, վեճ ինչ կյանքը կինամա, հա, ես ուզում ա կռիվ լինի, ուզում ա ինչ լինի, ես չեմ մոռանում, որ ես կին եմ, առաջին հերթին, դա կապ չունի, կռիվա ինչ է, ես կռվի ժամանակ էլ եմ, ոնց մենք կամ դիմլել, դա կապ չունի, դրա համար, որ քեզ նայում են, ուրխանում են, բայց որ ընկճված ես աչքեր քիրմիրած, բան, իրանք էլ են переживатանում, это моя сила, ես բոլորին եմ ասում, որ հույսդ չպիտի կորցնեք։ Ծովինա Մրանսովնա, դուք նաև Արցախի կանայք հասարակական կազմակերպության այդ գործունեության մասին եթե խոսենք, ես ավելի շատ վերջաթամենք օզում կազմակերպության գործին անդրադառնանք, որտեղ դա կարելի է առանձին հաղորդման մեջ անպայման անդրադարձած, բայց այդ Արցախի կնոջ կերպարը, Արցախի կնոջ ներքին ուժը ավելի շատ դուք եք ծանոթ այդ ամեն ինչին, մանավանդ օրինակ անձնական, ընտանեկան օրինակ։ Հիմա եթե խոսիկ այդ ամեն ինչի մասին, ինչավա առանձնանում արցախցի կինը յուրան ներքին ուժը ինչի մեջ է ըստ ձեզ։ Ուժը մեջ է նա, որ հավատ ունի, հույսներ կորցնում չի։ Օրինակ մեր Արցախի կանայք երևի ճանաչում ես, էլի բոլորը ինտելիգենտ։ Այդ կազմակերպության ներկայացուցիչները։ Ստեղ նոր եք պատահել բոլորը, սա կազմակերպությունը պատահել ենք նորից, էլա նորից մեր դոնարը Սերգեյն ասում է, все будет хорошо, все будет хорошо։ Գիտես, մարդի միտքը, вот по-русски, да, мысль это материально։ Դու ոնց մտածում ես, երևի տրնում ալի, հա, ոնց տրնում է։ Մենք լող հույս ենք, մենք իրար չենք կորցնում։ Իրար հետ կապ ունենք, ով է հիվանդ, ով է տղան պսակել, ով է երեխա ծնվել, թորնիկ ծնվել արդեն։ Հա, ում մաման է, ում դժբախտություն է եղել, իրար մենք բոլորը գիտենք։ Կապի մեջ եք վեր պետք է վաստնել հենինի կյուր։ Անպայման կապի մեջ ենք և իրար տեսնում ենք, ինչքան էլ հռոյն էլի, մեկը աշխատանքի է ուժը, մեկը ընդեղ է, но все равно մենք ժամանակ ենք չարում իրար տեսնենք։ Ստեփանակերտի առանձնահատկություններից մեկը այն էլ որ դու օրվա ընթացքում վնավ գրեիր քաղաքին տական տիեր մի քանի հետ աներ վերջ հատամը հետեր գուր եւ ծովինար մնացանա նաեւ կոզին վերսոր դուք մին կուճուր ինչ որ մի հատ պատմությունով մեր եթերը ընդհանրացնին կամ փոփինգ մի քիչ ավելի հին Ստեփանակերտի պատմություններից ձեր միգուցե մանկության տարիներից ինչ կհիշիք ինչ որ մի հատ կամ լավագույն քաղաքի ավանդույթներից վեր քաղաքում օրինակ մեր հաղորդումների ընթացքում հյուրերից մինը պատմալա վեր քաղաքի վերևի հատվածում ձեր տան անպատարտի էր այդ եկեղեցին վեր մենք շտեղ սարքալ էլի այդ հատվածում այնտեղ ինչ որ այգել չէ՞ որ երաժշտություններ են այգել հա ինչ որ սաքսոֆոն ալա տոլեակարդիոն ավ ինչ որ ջայլություն այնտեղ հվկվել իսալալ ձեր այդ մանկություն երիտասարդությունից ինչ կպատմիկ հա պարահրապարակ ինչ որ տանցպլաշատ կայել են լսելիս վեր Վերիում տանցպլաշատ կայել է բայց պոլիկլինիկի ներքևն էլ
սկամեկի քայլել Այդ Աշոտ Ղուլյանին պարկն է վերասում հա այդ էլ տղա էլան եւ այնտեղ պաստայաննի մի հատ մեր քաղաքում երկասողալել անուշ շուրի գալալ հետո Օվչյան Վովանալալ վերպատար քեփլավալալ կարողալալ սկամեկին նստե երկի ինքը նստում ալալ երգում Այդ շուրը հա եւ լոխ այդ ժողովուրդը Սիրահարները էլի երկու գալիս են սկամեկոցը նստում ունենալ որպեսզի լսեն էլի вот такое было Վերևումն էլ այնտեղ տանցպլաշատկա էլալ համ սպորտիվնի պլաշատկա էլալ համ տանցպլաշատկա էլալ Ճիշտ ասած ես համ սպորտսմենկա եմ ել համ էլ տանց եմ լալ սիրում բայց այն վաղտը փոքր ընկլալ ստի զաբորա էլալ քինամ ընկլալ են ստի զաբորի տեղերը հա ստի եշիմ ընջայլները ոնցում պարկամ էլի вот это интересно было հա մեր քաղաքին տա էլալ Դե քաղաքալա եւ լոխիրուչինան չիմում ինչ անկլավա Առավոտը վեր քշանումս միջով պիտաչոկը քինամս բարևցես здравствуйте нас են Գուրգեն Գաբրիելյանը վերեն շենքը մեր տանը կոստեն ապրում արալ դու սալալ կան բալկոնը քեփլավա ծույնար привет մատաղնի ոնցես ինորեն на радио էլա հաղորդում այլալ են ռադիոից միջով եկալում տոն են Սպենավը բարձրացել եմ էլի տրոտուարավը Գուրգեն Գաբրիելյանը մխել ամարտիկ բալկոնան ստինանը շնորհավորում եմ Արդեն սկացած Հա ты понимаешь մեկը մյուսը ուրխանում ընկլել չգիտեմ Редкий ալի ասիս մեկը ընդի չի խոսը մեկը ընդի բայց մեր ժողովուրդին ցավը տանիմ այն անծանոթն էլ վեր տեսնումս метро ему Рамина у меня по прическе шутан личананчум асмаричинанчум асуматан спасибо спасибо есть кичинанчум представляешь вот мы даже лацомен кели вот ирар тестамен даже անծանոթ լիվեր տեսնում ենք շատ հուզվում ենք լի Այդ հուզմունքը այդ ամեն ինչը տա կյանքն է, տա բնական զգացմունքներն է եւ իհարկե տա նաեւ անձնական մոտեցումներն է, որովհետեւ կան մարդիկ վեր ուղակի հայացքով աշկերավ կարումս կարթիս ընդամենը երկու բառ հայացքով տա ասումս եւ հենց այս պայն մունքցս օզում ենք բոլորիդ հաճելի օր ցանկանանք ու նաեւ օզում ենք վեր ամեն մինուտ անպայման հիշիկ ձեր պատմությունը ձեր արմատները հիշեցիք պահեցիք խոսեցիք պատմեցիք խոսքը միայն Արցախի մասին չի այլ ամեն տեղից մեր մայր Հայաստանի մեր ընդարձակ հայրենիքի ամեն մի մասնիկի պատմությունը պիտի միշտ հիշենք Պարլյուս